Սիրելի հետևորդներ, եկել ենք այսօր Հովտաշատ գյուղ եւ պատահեց այնպես, որ մասնակից ենք լինում օղի թորելու աշխատանքներին։ Հիմա մասնակետին հարցնենք, թե ինչպես են օղին թորում։ Մեզ կբացատրեք օղի թորելու process-ը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք, տեսնենք ինչպես եք պատրաստում օղին։ Օղին դեպի խաղողը Մագարտიდან մաքուր քաղում ենք, դրորում ենք, դնում ենք մեծ տակառների մեջ, միջև հասնանալ, օրական երկու անգամ խառնում ենք, որ խմորման process ճիշտ կատարվի, լավ կատարվի մաքուր։ Շաքար չենք ավելացնում, շաքար ենք ավելացնում, որ 100 կիլոյին 2 կիլոյի հաշվով, որ խմորումը լավ կատարվի։ Էլ ոչ մի բան, մաքուր։ Խմորումը քանի օր պիտի կատարվի։ Նայած ինչ պայմաններում է, եթե տեղը տաք է, շուտ է կատարվում, եթե տեղը ցուրտ է, ուշ է կատարվում։ Ուրիշ տաք տեղը 15 օրում հասնացել է։ Խաղողի տեսակը կապ ունի։ Անպայման կապ ունի։ Խաղողի տեսակը հիմնական օգտագործում են ռակացատերի սորտը։ Լավ։ Այդ տեղական չկար, մեր տարանտը մարկը խարճին գոյություն չունի։ Եթե մեր ավելի լավ օղի ինք տանայենք, ասել այս վրացական սորտ։ Շատ։ Ու զստում եմ քաշող սարքի մեջ, տակառի մեջ, դրա գազով, հիմնական օգտագործում ենք գազով, բարելակայք չենք օգտագործում։ Մաքուր կաշ, եթե առաջի քաշնա, վերջացնեմ, երկրորդ քաշ, մաքուր կաշեմ, դտիչով արդեն։ Իսկ առաջի քաշի համար ինչպես է, ձեզ գոհացնում է գրադուսը։ Գրադուսը շատ լավ է, մի գալիս է 65 գրադուս, 70 գրադուս, նոր դելակալ, Հատտենք, որ երևա։ Երջանակալ, նայ, չի կայնի։ Չի կանգնի։ 65 գրադուս տալիս է, 65 աստիճան է, կապ չունի, երկրորդ քաշն գրադուսը որոշում է։ Իսկ Եթե թորում ենք մինչև 40 գրադուս, 40 գրադուսից ներքևը չենք խառնում սրա հետ։ Մենիմում առանձին ենք գտնում նույն թորում։ Այս 40 գրադուսից ավելի վերջնում ենք, որ երկրորդ քաշի օղին մաքուր լինի։ Շատ է։ Իսկ եթե խաղողի կիլոգրամով հաշվենք, մոտավորապես 100 կիլոգրամ խաղողից լավագույնը 10-ից 15 լիտր օղի։ Առանց շաքարի։ Առանց շաքարի։ 15 լիտր է հաստատա։ Եթե խաղողը ունի քաղցություն, իր քաղցություն տեղն է։ 27% ապահովում է, ոնց որ ընդունված է խորհրդային տարիներին 27% դա մինիմումն է։ Շատ լավ։ Այսքանը սիրելի հետևորդներ, առաջիկայում արդեն կնկարենք, եթե հանդիպի, կնկարենք նաև երկրորդ թորման process-ը։ Այստեղ փակել են, որպեսզի հերմետիկ լինի, իհարկե գիտեք, որ խմորով անպայման ծածկում են, որպեսզի հերմետիկ լինի, գազեր դուրս չգան։ Դե ինչ, այս է խաղողի թորման process-ը, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Կհանդիպենք։